42 ընտրատեղամասի նախագահ Լենա Խաչատրյան։ Տիկին Խաչատրյան, ինչ պատկեր է մինչև այս պահը ընտրողների մոտավորապես քանի տոկոսն է մասնակցել։ Ո՞վ կեսը 531-ը արդեն քիչ ավել, կեսից ավելի։ Միջադեպեր գրանցվել են։ Երկու հոգի ես կասեի իրազեկված լինելու պատճառով ընտրողների մոտ եղել է, այո, ոչ թե միջադեպ է, այլ սխալ քվեարկություն են կատարել եւ մեկ քաղաքացի ընտրել է։ Ունեք ասելով սխալ քվեարկություն։ Բաց է ընտրել մեկը, մյուսներ առանց դիտակցելու մոտեցել է մասնագետին, deputatın սարքին եւ փոխանակ իր անձնագիրը չտալու, այլ տատիկի անձնագիրը տալու շփոթմամբ ներկայացրել տատիկի անձնագիրը, բայց ես որպես նախագահ անմիջապես իրազեկել եմ ոստիկանին եւ տվյալ անձը քվեարկության սենյակից դուրս է հրավիրվել։ Իսկ արդեն բավականին ժամանակ առաջին անգամ են ընտրությանը մասնակցում նման ընթացակարգով, թե ուղղակի Չէ, ընթացակարգը այո փոխվել է, այստեղ գրիչներ չի օգտագործվում, թե չէ ընդհանուր նույնն է պատկերացրեք։ Ուղղակի իրենք, ասենք, կարող են նույնիսկ այնտեղ ապակու վրա փակցված է քայլերը, կարող են մոտենալ, քայլերը նորից նայել, նորից բացատրական աշխատանքը ըստ կարգի կատարվում է, բայց իրենք չգիտես ինչու նորից մոտենում են, ասում են գրիչ չեք տալիս մեզ։ Այդ երկու դեպքն եք գրանցել Այո, երկու դեպք արձանագրել են գրանցամատյանը։ Տարեցներ են եղել, ներեցեք։ Հա, ետարիցներին օգնում են, ըստ ընտրական օրենսգրքի մենք թույլ ենք տալիս, որ եթե մեկ անգամ իրավունք ունի, թեկուզ ընտրողը արդեն մեկ անգամ ընտրությունը կատարել է, կարող է մոտենում են քարտուղարին, գրանցվում են իրենց անձնագրում եւ մոտենում են, ասենք, տարեցներ են վիճակի չեն, մոտենում են քվեախցին։ Իսկ քանի ընտրող ունի ընտրատեղամասը։ 1025։ Այս բանի մոտ կեսի մասնակցել։ Այո, կեսից մի փոքր ավել։ Իսկ շատ են քաղաքացիները, որոնք սխալվում են ընտրատեղամասի հարցում, այսինքն Երևակայի հիմնականում տարեցներն են, երբեմն համառում են, ասում են չէ, մենք կարող ենք, բայց հենց մոտենում են արդեն, հասկանում են, որ արդեն սխալ են իրականացնում գործընթացը։ Իսկ թվում է նորմալ է։ Դա ոչ իրազեկվածության պատճառ է, ոչինչ, այն որ ասում մարդիկա նույնիսկ առաջին անգամ են ընտրողների ցուցակում, չգիտեմ, Երևակայի ընդրումով ենք մոտենում։ Ես էլ եմ շնորհակալ։